Խնդրում եմ ովքեր ունեն Աստվածաշնչեր, բացեք Մատթեոս 6-րդ գլուխ 25-ից 34 համարներն ենք կարդալու։ Մինչև կարդալը աղոթենք, սկսենք խոսքի ուսումնասիրությունը։ Սիրելի մեր Տեր Աստված, Տեր, շնորհակալ ենք քեզանից այսօրվա համար, շնորհակալ ենք քո խոսքի համար, Տեր, շնորհակալ ենք, որ քո խոսքը Աստվածաշունչը ունենք մեր կյանքում, կարող ենք կարդալ եւ Տեր Աստված կյանքով ապրել։ Քո ամեն փառքերը քեզ լինեն եւ ինչ որ խոսեմ, քո անունից խոսեմ եւ միայն դու փառավորվես։ Ամեն փառքերը քեզ Տեր Հիսուս։ Ամեն։ Մինչև բուն խոսքին անցնելը, սիրելիներ, մի պատմություն եմ ուզում պատմեմ։ Պարանով կախված ալպինիստի մասին։ Մի ալպինիստ, պատկերացրեք մի ալպինիստ, որը որոշում է միայնակ բարձրանալ մի լեռ, ճանապարհին մտնում է, սկսում է ուժեղ ձնալբուք, տեսանելիությունը դառնում է զրոյական, եւ այդ ինչ անում է ալպինիստը, հանկարծ նրա ոտքը սահում է եւ նա այդ բարձրությունից ուզում է ընկնի։ Այն պահին, երբ նա կարծում էր, թե ամեն ինչի վերջն է, անվտանգության այդ պարանը, որ կախված է այդ ալպինիստի վրա, ձգվում է եւ նա այդ կախված է մնում այդ մթության մեջ։ Այնտեղ հետո գոռում է Աստված իմ օգնիր ինձ, հանկարծ ամպերի միջից ձայն է լսվում եւ ասում է իսկապես հավատում ես, որ ես կարող եմ փրկել քեզ։ Ալպինիստը ասում է այո Տեր, ամբողջ սրտով հավատում եմ, օգնիր ինձ, որ ես ինչ անեմ, իջնեմ ես, ազատվեմ ես բանից, փորձությունից։ Հետո ձայն է գալիս, ասում է դե ուրեմն գտիր այդ պարանը, կախված պարանը ու կփրկվես։ Մարդը նայում է ներքև, տենում է մութ, ոչ մի բան չի տենում։ Վախենում է այդ պարանը կտրի ու հաջորդ օրը ինչ են անում, իր մարմին են գտնում, անվտանգության աշխատողները սառած իր մարմին են գտնում։ Նա ամուր ինչ էր արել, կպած էր այդ պարանից, իսկ գետնից բարձր են ընդամենը քանի մետր, կես մետր։ Այս ինչ է նշանակում։ Մենք հաճախ ենք Աստծուն ասում, որ վստահում ենք նրան, բոլորս։ Ասում ենք վստահում ենք քեզ Տեր, բայց շարունակում ենք կարճած մնալ մեր այդ պարաններից։ Մեր մտահոգությունները, մեր ծրագրերը ինչ են անում։ Պարանն է, որ անընդհատ կախված ենք մնում դրանից։ Վստահել Տիրոջը նշանակում է ինչ անել, այդ բաց թողնել այդ պարանը։ Կամ մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք մի փոքրիկ տղայի, որ իր հոր հետ գնացել է խանութ, խանութում հազար ու մի տեսակ գեղեցիկ խաղալիքներ կան, տարված այդ խաղալիքներով բան, մեկ էլ խանութի լույսերը անջատվում են, սկսում է խառնաշփոթ, բայց այդ երեխան չի վախենում։ Ինչի չի վախենում, որովհետև իր հոր ձեռը բռնել է, ու այդ հոր ձեռը ջերմությունը զգում է ու չի վախենում։ Նույնիսկ պետք է ինչ անենք, մենք այդ ձեռը բռնենք մեր Տիրոջը, որպես ինչ անենք, չվախենանք։ Նույնիսկ եթե մի պահ լույսերը հանգչեն, նա չի վախենա, այդ երեխան չի վախենա, չէ՞։ Քանի դեռ զգում է հոր ձեռքի ջերմությունը։ Մեր կյանքը երբեմն նման է մեծ անծանոթ աղմկոտ ինչին խանութին, որը երբեմն գալիս է դժվարություններ, մթությունը գալիս է, բայց ինչ պիտի անենք, պիտի վստահենք Տիրոջը, չէ՞։ Թույլ տանք, որ նա մեզ առաջնորդի։ Եկեք կարդանք Մատթեոս 6-րդ գլուխ 25-ից 34 համարները։ Ասում է, դրա համար էլ ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքը առավել է, քան կերակուրը, եւ մարմինը առավել է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում, ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ով կարող է հոգալով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք հոգում, նայեք վայրի շուշաններին, ինչպես են աճում, ոչ ջանք են թափում,
ոչ էլ մանում։ Ասում եմ ձեզ, նույնիսկ Սողոմոն իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտը, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքան առավել ձեզ կհագցնի թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու, որովհետև այդ բաները հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրը ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական են։ Ամեն։ Այսօրվա մեր թեման Տիրոջը լիակատար վստահելու մասին է։ Իրոք մենք պիտի Տիրոջը լիակատար վստահենք, այս համարներից հասկանում ենք, որ իրոք պիտի մենք Տիրոջը լիակատար վստահենք։ Այս համարներից առանձնացրել եմ երկու ճշմարտություններ Տիրոջը վստահելու համար։ Ինչ պիտի անենք, ինչ է նշանակում Տիրոջը վստահել։ Առաջինը, որ վստահել Տիրոջը նշանակում է ճանաչել մեր արժեքը նրա աչքերում եւ հրաժարվել այդ անօգուտ հոգսերից։ Հասկանանք, իրոք մենք Աստված մեր համար խաչվել է։ Մենք հասկանանք մեր արժեքը նրա աչքերում եւ հրաժարվենք անօգուտ հոգսերից։ Մատթեոս 6-րդ գլուխ 25-ից 32 համարներ։ Այստեղ շատ կարևոր է, թե ում է դիմում Հիսուսը։ Նա ինչ էր անում, խոսում էր սովորական աղքատ մարդկանց հետ, այն մարդկանց հետ, ովքեր որ հռոմեական կայսրության մեջ էին, հռոմեական կայսրությունը պաշարել էր Իսրայելը, հռոմեական կայսրությունը մենակ մտածում էր իր հռոմեական զինվորների, քաղաքացիների մասին, մնացածը իրանք վերաբերվում են որպես ինչերի, ստրուկների եւ ինչ էր արել, ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ էր։ Նրանց համար ինչ ուտել կամ ինչ հագնել հարցերը ոչ թե շքեղություն էին, այլ ինչ էին, գոյատևման հարցեր էին, այսինքն այդ մարդիկ ուտելու ու շոր հագնելու խնդիրներ ունեին։ Նա մարդկանց ուշադրությունը ինչ անում Հիսուսը։ Մարդկանց ուշադրությունը երկնային հոգսերից բարձրացնում է դեպի երկնային Հայրը։ Հիսուսը ցույց է տալիս, որ Աստված հեռու անտարբեր մի դատավոր չէ, այլ ինչ է, սիրող Հայր է։ Հիսուսը ասում է, որ կյանքը ավելին է, քան ուտելիքը եւ մարմինը, քան հագուստը։ Իրոք կյանքը ավելին է, քան ուտելիքը կամ մարմինը ավելին է, քան հագուստը։ Եթե Աստված արդեն մեզ տվել այդ մեծագույն պարգևը կյանքը, Աստված ասում է, եթե տվել եմ քեզ այդ մեծագույն պարգևը կյանքը, ապա միթե չի տա այն փոքր բաները, որոնք անհրաժեշտ են կյանքը ապրելու համար։ Աստված ոչ թե խոստանում է հավատացյալներին շքեղություն, այլ այդ կյանքը ապրելու համար բավարար ուտելիք ու հագուստ։ Տեսեք, հոգսի անօգուտ լինելու ապացույցը 27-րդ համարում ենք տեսնում։ Ասում է, ձեզանից ով կարող է իր հոգսերով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Այստեղ գիտեք ինչ է նշանակում, որ մտահոգությունը զրոյական արդյունավետություն ունի։ Ասում է, եթե դու կարաս հոգս անես, որ քո հասակի վրա 1 սանտիմետր օրինակ բարձրացնես, եթե չես կարող մեդի անես, դեռ ինչու ես հոգս անում։ Այն ոչ մի խնդիր չի լուծում, այլ միայն խլում է ինչը, այդ հոգսեր ինչ անում, խլում է այսօրվա ուժը։ Այդ օրինակ եմ ուզում պատմել Մարիամի ու Մարթայի պատմությունը, ովքեր գիտեն։ Մարթան ամբողջությամբ մկղված էր կենցաղային հոգսերի մեջ, չէ՞։ Նա վազում էր լավագույնս հյուրասիրել Տիրոջը։ Երբ որ Հիսուսը եկավ Մարիամի ու Մարթայի մոտ, Մարթան ինչ էր անում։ Առնված էր իրար, ուզում էր անընդհատ տենց վզվզների մեջ էր, էլի, որ ասում է բաներ բերել, այսպես, բայց ինքը ինչ էր արել, իր խաղաղությունը կորցրել էր։ Սկսել էր նյարդայնանալ, տրտնջալ, նույնիսկ մեղադրում էր իր քրոջը եւ Հիսուսին։ Իսկ Մարիամը պարզապես ինչ էր արել։ Նստել էր Հիսուսի ոտքերի մոտ եւ լսում էր նրա խոսքը։ Երբ ինչ անում, Մարթան գալիս է բողոքում է, ասում է Հիսուս,
ասում է ես տանջվում եմ, ասում է, բայց քուրս նստել է քո կողը, չի ուզում ինձ օգնի։ Հիսուս ինչ ասեց։ Ասեց Մարիամը լավ բաժին ա ընտրել։ Տեսեք, Ղուկաս 10-րդ գլուխ 41-ից 42 համարները։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. Մարթա, Մարթա, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղված, բայց մի բան հարկավոր է։ Եվ Մարիամը լավ բաժին է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի։ Մարթայի հոգսը վատ բան չէր, այսինքն ինքը մտածում էր ինչի մասին, որ ամեն ինչ լավ լինի, չէ, որ Հիսուս եկել է դիմավորեն Հիսուսին, բայց այդ հոգսը դարձել էր անօգուտ, ինչի համար է դարձել անօգուտ, որովհետև խլել էր նրա ուրախությունը խլել էր։ Նա Աստծո ներկայության մեջ էր, բայց միևնույն տանջվում էր այդ հոգսերից, չէ։ Հիսուսը այս ամեն ինչի միջով ցույց է տալիս, որ երբեմն մենք պետք է կանգ առնենք ու հրաժարվենք այդ շատ բաների մասին անհանգստանալուց։ Սիրելիներ, մենք հաճախ նմանվում ենք այդ Մարթային, վազում ենք, անհանգստանում ենք, կյանքի հոգսերը խեղդում են մեզ, տարբեր հոգսեր, եւ մեզ թվում է, թե եթե մենք այդ ամեն ինչը չանենք, կքանդվի։ Ինչ է նշանակում Տիրոջը վստահել։ Տիրոջը վստահելը դա ինչ է նշանակում։ Նվիրվելը դա այն է, երբ մենք Մարիամի պես վայր ենք դնում բոլոր անօգուտ հոգսերը, նստում ենք նրա ոտքերի մոտ ու ասում Տեր, ես գիտեմ, որ քո աչքերում թանկ եմ։ Ես վստահում եմ քեզ իմ վաղվա օրը, իմ տունը, իմ հոգսերը եւ այսօր ընտրել եմ հենց քեզ։ Հիսուսը մեզանից է դա ուզում, որ Մարիամի նման այդ լավագույն բաժինը ընտրենք։ Տեսեք, Հիսուսը բերում է երկու օրինակներ՝ թռչունների եւ շուշանների։ Երկնքի թռչունները, տեսեք 26-րդ համարում ասում է, նրանք չեն ցանում, չեն հնձում, բայց Աստված կերակրում է նրանց։ Եվ այստեղ Հիսուսը տալիս է գլխավոր հարցը, ասում է, չէ՞ որ դուք նրանցից ավելի արժեքավոր եք։ Եվ Դաշտի շուշաններն է հիշեցնում։ 28-ից 30-րդ համարը ասում է, դրանք այսօր կան, իսկ վաղը վառվելու են, բայց Աստված նրանց այնպես է հագցնում, որ նույնիսկ Սողոմոն թագավորը իր փառքի մեջ ամբողջությամբ ինչ արեց, այդպես գեղեցիկ չհագնվեց։ Տեսեք, ժողովուրդ, Տիրոջը չվստահելը եւ այդ խոճապային անհանգստությունը գալիս են այն բանից, որ մենք մոռանում ենք, թե ով ենք մենք Աստծո համար։ Իրոք մենք մոռանում ենք մենք ով ենք Աստծո համար, դրա համար սկսում այդ խոճապային տրամադրությունը։ Եթե անգամ անխոս բնությունը, որ հավիտենական հոգի չունի, Աստծո համար արժեքավոր է, Աստված խնամք է տանում շուշաների մասին, որ այսօր կա, վաղը հնոցն է նետվելու։ Ապա որքան առավել ենք մենք։ 32-րդ համարի առաջին հատվածում ասում են, որ այդ ամենը մտածում են հեթանոսները։ Amma հեթանոսները նրանք են, ովքեր չունեն հարաբերություն ճշմարիտ Աստծո հետ։ Նրանք հեթանոսներն էին մտածում, չէ՞, ասում է համեմատում է այդ հեթանոսների հետ, որ անդադ մտածում են ինչ պիտի ուտեն, ինչ պիտի խմեն։ Նրանք այդ հեթանոսները կարծում են, թե իրենց աստվածներին անդադար զոհաբերություններ անելով, կաշառելով, չգիտեմ ոնց, սեփական ուժերով կարող են հասնել ինչ անել, որ իրենց աստվածները իրենց պահեն։ Ասում է թող այդ հեթանոսները մտածեն։ Մենք հաճախ կարծում ենք, թե անհանգստությունը պարզապես բնավորության գիծ է կամ սովորական հույս։ Բայց բոլորս էլ պետք է սովորենք, որ այս հատվածի համատեքստը ցույց է տալիս, որ անհանգստությունը հոգևոր խնդիր է։ Երբ մենք չափից շատ ենք մտահոգվում, մենք նմանվում ենք այդ հեթանոսներին, ովքեր ինչ չունեն, հայր չունեն։ Իրոք պիտի հասկանանք, որ չափից դուրս մտահոգվել այդքան էլ ճիշտ չի։ Վստահել Տիրոջը նշանակում է հրաժարվել այդ անօգուտ հոգսերից։ Որովհետև մենք ճանաչում ենք մեր արժեքը նրա աչքերում։ Մենք գիտենք, որ եթե նա հոգ է տանում երկնքի թռչունների ու դաշտի ծաղիկների մասին, ապա մեզ ինչ արել։ Մեզ իր արյամբ գնված զավակներից մասին ավելի շատ չէ կմտածի ժողովուրդ։
լքված չի թողնի։ Մեր վստահության հիմքը Աստծո հայրական սերն է եւ մեր բարձր արժեքը նրա աչքերում։ Այսինքն, եթե ինքը դաշտի շուշանները, որ կան այդպես հագցնում է, որ վաղը հնոցն է նետվելու, ապա որքան առավել ենք մենք Տիրոջ համար, որ Տերը եկավ ու խաչվեց մեր մեղքերի համար, չէ՞։ Առավել եւս կանի ասում։ Ասում դրանք հեթանոսներն են փնտրում։ Հեթանոսներն են մտածում, ինչ պիտի հագնենք։ Մտածելը վատ բան չի, պիտի մտածենք։ Բայց հարցը առաջնահերթության մասին է։ Ինչն ենք դնում առաջի տեղը մեր կյանքում։ Վստահել Տիրոջը նշանակում է ճիշտ ձևով դասավորել երկրորդ կարևոր ճշմարտությունը։ Որ վստահել Տիրոջը նշանակում է ճիշտ ձևով դասավորել առաջնահերթությունները։ Առաջին տեղը ինչու ես դնում։ 33-րդ գլուխը, Մատթեոս 6-րդ գլուխ 33-րդ համարը։ Որպեսզի այս համարի խորությունը հասկանանք, պետք է ուշադրություն դարձնենք նախ առաջին հերթին, բառին։ Հետո հաջորդող այդ ամենի արտահայտություն, այդ ամենը մտածում են հեթանոսները։ Հիսուս չի ասում, թե հացը, հագուստը կամ երկրային կարիքները անպետք են կամ մեղք են։ Չի ասում, որ եթե դուք մտածում եք հացի մասին, ուտելիքի մասին, աշխատանքի, դրանք մեղք են, ասում մեղք չեն, ասում նորմալ է, որ մտածում եք դրա մասին։ Մենք ճիշտ է, որ մտածում ենք։ Բայց հարցը առաջնահերթության մասին է։ Առաջինը մտածում ես Տիրոջ մասին, թե մտածում ես ուտելիքի, հացի, հագնվելու, հաճոխության մասին։ Ասում տեսեք, ասում ձեր երկնային հայրը գիտի, որ դրանք բոլորը ձեզ պետք են։ Համատեքստի ամբողջ միտքը առաջնահերթության մասին է։ Ասում ձեր հայրը գիտի, որ դրանք ձեզ պետք են։ Այդ հագնելիքը, ուտելիքը, բայց խնդիրը այն է, որ սխալ դասավորությունն է խնդիրը։ Հեթանոսները ո՞նց են մտածում։ Հեթանոսները ինչ են անում։ Իրանց կյանքի կենտրոնում, ովքեր որ Տիրոջը չեն վստահում, իրանց կյանքի կենտրոնում երկնային հոգսերն է, ինչ անեն, փող, հանգիստ ապագայի ապահովություն, իսկ ինչ են անում, իսկ Աստծուն դնում են երկրորդական տեղում որպես շտապ օգնության ձև, էլի։ Այսինքն իրանք ամեն ինչ ունենան, փող, հարստություն, բայց երբ որ պետք լինի, երբ որ նեղության մեջ ընկնեն, աղոթեն, որ Աստված իրանց նեղությանը օգնի։ Ասում այսի սխալ դասավորություն է, սա ճիշտ ձևը, սխալ ձևն է։ Սխալ ես դասավորում։ Ճիշտ դասավորությունը այն է, որ մարդ իր կյանքում կենտրոնում առաջին տեղում դնում Աստծո կամքը։ Իսկ Աստված իր վրա է վերցնում այդ մարդու երկրային կարիքները հոգալու պատասխանատվությունը։ Դա է Աստծո խոսքը մեզ սովորացնում։ Հիմա շատերը կան, որ հավատում են Աստծուն, բայց խնդիրների մեջ են, չէ՞։ Թե ֆինանսական։ Պետք է նրա համար չի, որ Աստված ուզում է, որ դուք ընկնեք այդ ամեն ինչի մեջ, ոչ։ Այդ ամեն ինչը փորձություններ է, որ պիտի հաղթահարեք Աստծով։ Եթե նույնիսկ մարդը պիտի ամբողջ կյանքը աղքատ ապրի, բայց պիտի փրկվի, պետք է առաջնահերթություն է։ Այսինքն Աստված մտածում է, Աստված իր զավակների մասին է մտածում։ Ոչ թե նրա համար, որ ճոխությամբ ապրեք, այլ որ իրան նմանվեք։ Եթե մարդը պիտի հարուստ ապրի, բայց Տիրոջը չճանաչի, ում է պետք է կյանքը։ Սողոմոն թագավորը, հիշում եք, որ ասեց ամեն ինչ ունայն է։ Սողոմոն թագավորը ամեն փառք տեսավ, ամեն ինչ տեսավ։ Սողոմոն թագավորի նման հարուստ մարդ չկար աշխարհում։ Այդպես ոսկիներ չկար, որ ինքը այս աշխարհում այդպես մարդ չկար, որ իր չափ հարուստ լիներ։ Ինքը տոննաներով ոսկի ուներ։ Բայց ինչ ասեց, ամեն ինչ ունայն է։ Ունայն է։ Եթե ոսկիները այդ հարստությունը դնում ես առաջնային, երկրորդնային դնում ես Աստծուն, որ Աստված քեզ նեղության ժամանակ օգնի, սխալ է։ Տեսեք, մի հատ ուրիշ օրինակ էլի Սողոմոն թագավորի ընտրությունը։ Դա ամենացայտուն օրինակներից է։
Երբ Սողոմոնը նոր էր թագավոր դարձել, Աստված երազում հայտնվեց նրան եւ ասաց. «Խնդրիր, թե ինչ ես կամենում, որ տամ քեզ»։ Սողոմոնը ինչ արեց, չխնդրեց հարստություն, փառք կամ ճշնամիների մահայ, ես սրանց մահն եմ ուզում։ Ինչ սովորաբար մարդիկ խնդրում են։ Նա խնդրեց իմաստություն, չէ՞։ Սողոմոնը խնդրեց իմաստություն, որպեսզի կարողանա Աստծո ժողովրդին ճիշտ առաջնորդել։ Այսինքն ընտրեց ինչը Աստծո արքայության շահը։ Աստված հարցրեց Սողոմոնին, ասեց. «Ինչ ես ուզում քեզ անեմ»։ Սողոմոնը ճիշտ դասավորեց, ասեց սկզբից մտածեց Աստծո մասին, Աստծո արքայության մասին, հետո նոր արդեն նրա մասին էլ չասեց։ Երբ որ դրա համար էլ Աստված օրհնեց եւ ասաց. «Քանի որ դա խնդրեցի, ես քեզ տալիս եմ այդ իմաստությունը»։ Եվ դրանից բացի տալիս եմ այն ամեն ինչ չես խնդրելի, հարստություն, փառք։ Երբ Սողոմոնը ճիշտ դասավորեց առաջնահերթությունները, մնացած ամեն ինչ տրվեց ավելիով։ Երբ որ Սողոմոնը ճիշտ դասավորեց առաջնահերթությունը, Աստված ավելիով տվեց։ Կամ կարդացել եք 4 թագավորաց 17-րդ գլխից 8-ից 16 համարները։ Սարեփթացի որբևայրի կինը։ Գիտեմ, ովքեր կարդացել են կհիշեն, որ այդ ժամանակ ինչ էր, սաստիկ սով էր։ Այս աղքատկինը ուներ ընդամենը մի բուռ այլուր, մի քիչ ձեթ։ Նա պատրաստվում էր իր եւ իր որդու համար վերջին հացը թխել, ասма թխեմ, ուտեմ ու մեռնեմ։ Այդ ժամանակ այդ էս փիս սաստիկ սով էր։ Այդ Սարեփթացի կինը մտածում էր այդ մի բուռ այլուր ուներ, մի քիչ ձեթ ուներ։ Մնացել էր էդի ուտեր ու всё, այդ էս սաստիկ սով էր։ Եվ ինչ անում, հայտնվում է Եղիան, Տիրոջ մարգարեն, եւ ասում է շատ զարմանալի բան, ասում է գնա, քո ասացի պես արա, բայց նախ ինձ համար մի փոքր նկանակ պատրաստի։ Ասում է այդ ինչ որ ունես, պատրաստիր, որ ես գամ ուտեմ։ Պատկերացնում եք ինչա կատարվում։ Մի փոքր բան ունեք ուտելու, հետա всё, հետո պիտի ուտեք ու всё մեռնեք։ Մեկ էլ մարգարեն գալիս է Տիրոջ, ասում է պատրաստի, որ գամ ես ուտեմ։ Սա մարդկայնորեն ինչ է, սա անարդար ու դաժան էր թվում։ Բայց սա առաջնահերթության հոգևոր քննություն էր, վստահել Աստծո խոսքին նախ, հիշում եք նախ, թե կարծես սեփական վերջին պատառից։ Կինը հնազանդվեց, առաջին տեղը դրեց ինչը Աստծո մարգարեին։ Արդյունքը այդ օրվանից սկսած, ասում է, եւ սովի ամբողջ ընթացքում նրա տանը այլուրն ու ձեթը չպակասեց։ Երբ որ Սարեփթացի կինը առաջնահերթությունները ճիշտ դասավորեց, առաջինը տվեց Աստծուն, հետո մտածեց երկրորդական նրա նյութականի մասին։ Աստված ավելիով տվեց։ Այսինքն ինչ է նշանակում, որ խնդիրը նրա մասին չի, որ դուք սխալ եք անում, մտածում եք վաղվա օրվա մասին, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք։ Դեր ասում եմ մտածեք, բայց ձեր առաջնահերթությունը սիրտը տուր Աստծո խոսքին, Աստծուն նմանվելուն։ Նոր երկրորդական մտածի դրա մասին։ Ասում եմ, երբ որ ճիշտ դասավորես առաջնահերթությունները, դեր ինչ կանի, ավելիով կտա։ Երբ մարդը ընկնում է անդադար աշխատելու վազքի մեջ, մոռանալով Աստծո մասին, մոռանալով եկեղեցու մասին ու կորցրելով իր սեփական անձը, նա փորձում է Աստծո տեղը զբաղեցնել։ Իսկ ինչ է նշանակում, որ դեր ասում արա քո գործը ազնվորեն, բայց սահմանները գծիր։ Մի զոհաբերիր քո հոգևոր կյանքը հանուն ավելի շատ վաստակելու վախի։ Ճիշտ դասավորի առաջնահերթությունները։ Վստահիր, որ Աստված ունակ է օրհնելու քո ունեցած քիչը ու դարձնելու բավարար։ Եթե քիչ է տրվել քեզ, քչով բավարարվիր։
Միգուցե քիչն է օգնում, որպեսզի դու մնաս Տիրոջ կամքի մեջ։ Միգուցե շատ ունենաս ու Տիրոջը կորցնես, հասկանում ես, քո խաղաղությունը կորցնես։ Որոշումներ կայացնելիս, երբ կյանքի կարևոր ընտրության առաջ ես, աշխատանք, տեղափոխություն, մեծ գնումներ, նախ հարցրու, այս որոշումը ինձ մոտեցնում է Աստծո արքայությանը, թե հեռացնում է։ Սիրելիներ, Աստված երբեք չի ասում մի աշխատեք, նորից եմ ասում։ Մի մտածեք ձեր տանը կամ հացի մասին, պարզապես ասում է ինձ տվեք առաջի տեղը։ Ասում է ինձ տուր առաջի տեղը։ Անհնար է որ չմտածես, թե վաղը ինչ պիտի, վաղը պետք է աշխատես, չէ՞։ Վաղվա մասին պլաններ ես գծում, չէ՞, ոնց անելու։ Բոլորն էլ տենց են անում։ Մենք չենք ասում ու ոչ մի մասին մի մտածի, ուղղակի աղոթի, ոչ։ Այլ տուր Աստծուն առաջի տեղը։ Ամեն ինչից առաջ աղոթիր։ Ամեն քայլափոխի, ամեն մի որոշում կայացնելուց առաջ ինչ արա, Աստծո կամքը փնտրի։ Տուր Աստծուն առաջի տեղը։ Սողոմոնը խնդրեց Աստծո արքայության համար պիտանի բան, եւ Աստված նրան տվեց նաեւ այն, ինչ նա չէր խնդրել։ Այսօր եթե մենք կյանքի բուրգը ճիշտ շրջենք, Աստծուն դնենք գագաթին, մնացած ամեն ինչ կընկնի իր տեղը։ Վստահել Տիրոջը նշանակում է դադարել այդ ամենի հետևից վազելուց։ Ինչ պիտի անենք, պիտի վազենք Աստծո հետևից։ Ամբողջ համատեքստը Տիրոջը վստահելու մասին է։ Տիրոջը վստահել նշանակում է կյանքի կարևոր որոշումները, կյանքի դժվարությունները անցնելուց առաջնահերթ պիտի վստահես Աստծուն։ Եթե դաշտի Շուշանը, որ վաղը հնոցն է նետվելու, Աստված այդպես սիրուն զարդարում է, միթե մեզ ավելիով չի տա։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք ինչ տեսանք, թե որքան կարևոր է ճիշտ դասավորել առաջնահերթությունները, հրաժարվել անօգուտ հոգսերից եւ ամբողջությամբ վստահել Աստծուն։ Բայց մի հատ անկեղծ ինքներս մեզ պիտի հարց տանք։ Իսկ ինչպես կարող ենք վստահ լինել, որ մենք իսկապես այդքան արժեքավոր ենք Աստծո աչքում։ Մարդկա չի հասկանում, թե ինքը ինչքան կարևոր է Աստծո աչքերում, չէ՞։ Ինչպես պիտի վստահ լինենք։ Այս հարցի պատասխանը մենք գտնում ենք ոչ թե պարզապես երկնքի թռչունների կամ դաշտի շուշաններին նայելով, այլ ինչ նայելով, Գողգոթայի խաչին նայելով։ Այդ ամենամեծ զոհաբերությունն է։ Գողգոթայի խաչին նայում ես ու ամեն ինչ պարզ է, թե Տերը ինչքան է սիրում քեզ ու ինչքան ողորմած է քո հանդեպ, որ դու անարժան էիր, դաշտի շուշանի նման սիրուն հագնվել ես, պատրաստ ես վաղներ հնոցը պիտի նետվես, բայց այդ հնոցից Տերը ազատում է քեզ։ Հիսուս Քրիստոսը Աստծո միածին որդին իր կյանքով ու մահով ապացուցեց, թե դու որքան կարևոր ես երկնային Հորը համար, թե որքան կարևոր ես Աստծո համար, թե որքան կարևոր ես իր համար։ Աստված ինքը հրաժարվեց երկնային ամբողջ այդ փառքից, ինչ արեց, եկավ այս երկիր, կրեց մեր բոլորի ցավերը, մեր մեղքերն ու անհանգստությունները, որպեսզի մեզ տա այդ ինչը, փրկությունը, որդեգրության իրավունքը։ Նա իր թանկագին արյամբ վճարեց մեր կյանքի համար։ Եթե Աստված իր սեփական որդուն չխնայեց, եթե Տեր Հիսուսը եկավ ու խաչվեց մեր համար, միթե նրա հետ մեզ չի տա նաև մնացած ամեն ինչ։ Հասկանում եք, սա մարդը նայում է մենակ նյութականին։ Նյութականը շատ կարևոր է, բայց արդյոք նյութականը այնքան կարևոր է, որ դու նյութականը պիտի դնես կյանքիդ առաջին տեղում։
Նյութական այնքան է կարևոր, մինչև քո կյանքի վերջը։ Դրանից հետո նյութականը քեզ էլ չի փրկի։ Այսօր Հիսուսը կանգնած է յուրաքանչյուրիս առաջ։ Նա տեսնում է քո հոգնածությունը, քո վախերը, վաղվա օրվա հանդեպ, քո անքուն գիշերները։ Այո, նա տեսնում է, թե ինչպես ես Մարթայի պես տանջվում շատ բաների հոգսով։ Մարթայի պես տանջվում ես, ուզում ես ամեն ինչ հասցնես։ Նա տեսնում է, թե ինչպես ես Մարթայի պես տանջվում շատ բաների հոգսով։ Եվ նա քեզ ասում է այդ նույն խոսքերը, որ ասում է դարեր առաջ։ Ինչ ասեց Հիսուսը։ Ասեց ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ինչ կանեմ, ես ձեզ կհանգստացնեմ։ Այսօր այդ ընտրության պահն է, ամեն օր ընտրության պահ է։ Սիրելիներ։ Վստահությունը ինչ է, զգացմունք չէ, այլ որոշում է։ Այսինքն չեմ ուզում անուններ կպցնել այլ եկեղեցիների, որ sense զգացմունքով լցված են, sense չգիտեմ, գալիս են sense թռվռում են, չգիտեմ ինչեր են անում, sense անկապ բառերն ասում են դմեն։ Հետո եկեղեցուց հետո զգացմունքը վերացավ։ Զգացմունքային է, էլի, ասենք այդ պահին կվստահեմ քեզ Տեր, բան, sense դուրս են գալիս, առաջի պատած դժվարությունը, всё, մոռանում են։ Նա դժվարություն է գալիս, մտածում են նյութականի մասին։ Այդ առաջնահերթությունները սխալ են դասավորում, հասկանում եք։ Այդ մի ստից, նոր ասում է, ստից բան է, բայց շատ կարևոր է, Տեր ասում է, ճիշտ դասավորի առաջնահերթությունները։ Եթե այսօր քո սիրտը լցված է վախով, եթե դու փորձում ես քո ուսերին տանել մի բեռ, որը միայն Աստված կարող է տանել, եթե քո կյանքի առաջնահերթությունները խառնվել են, Աստված հայտնվել է երկրորդական տեղում, ուրեմն սխալ ճանապարհի վրա ես։ Քանի ուշ չի առաջնահերթությունները ճիշտ դասավորի։ Բոլորս էլ ընկնում ենք դժվարության մեջ։ Բոլորս էլ անցնում ենք այդ դժվարություններով։ Հալածանքների, փորձությունների, բայց նույնիսկ այդ ժամանակ չպիտի ինչ անենք տրտնջանք։ Որովհետև Տերը ասել է, որ ովքեր որ փնտրում են ինձ, իրանց ճանապարհը դժվար անելու, քարքարոտ անելու, բայց անելու է դեպի հավիտենական կյանք։ Բայց այն ճանապարհը, որ լեն է, չէ՞, շատերն են գնում այդ ճանապարհով։ Շատերն են գնում, շատերն են ընտրում երկրորդ որոշումը, այսինքն ընտրում են նյութականը, ավելի շատ նյութականի մասին են մտածում։ Բայց իմ կոչս հետևյալն է, որ ճիշտ դասավորեք ձեր առաջնահերթությունները, վստահեք Տիրոջը։ Եթե այսօր Տեր Հիսուսը քո կյանքում չի, ապա կխնդրեմ աղոթես, ընդունես մեր Տեր Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տեր ու Փրկիչ։ Մի վախեցիր բաց թողնել քո սեփական վերահսկողության պարանը։ Հիմա Տեր Հիսուս ասում է, կտրի այդ պարանը, դու ինչ կանես կփրկվես։ Հիմա որոշումը ձերն է։ Կամ կտրում եք այդ պարանը ու փրկվում եք, կամ ընդունում եք Տեր Հիսուսին ձեր կյանքի Տեր ու Փրկիչ, ու փրկվում եք, կամ այդ պարանից միշտ կախված եք մնում, միշտ, ու հաջորդ օրը անվտանգության աշխատողները գալիս են ձեր սառած մարմինն են գտնում։ Էսի մեր կյանքն է, կյանքի որոշումն է։ Դա ինչ է նշանակում, որ Տիրոջը պիտի տնենք մեր կյանքի առաջին տեղում։ Վստահենք նրա սիրուն ու հավատարմությանը։ Եվ ինչ կանի, նա կդասավորի քո վաղվա օրը։ Կլցնի քո տունը ու հոգին իրիկնային խաղաղությամբ։ Այսօր այդ որոշման պահն է։ Ովքեր որ չեն ընդունել Հիսուսին իրենց Տեր ու Փրկիչ, ովքեր կամուկացի մեջ են, ովքեր վախենում են, որ կտրեն այդ պարանը կարող է ընկնեն այդ մթության մեջ ավելի վատ լինի, այսօր այդ որոշման պահն է։ Կամ ընտրում ես կտրել պարանը ու փրկվել, ընդունել Հիսուսին քո կյանքի Տեր ու Փրկիչ, կամ կախված ես մնում այդ պարանից։
Կամ ընտրում ես Աստծուն վստահել, դնել քո առաջին տեղում, կամ ընտրում ես երկրորդ տարբերակը, միշտ մտածում ես քո նյութականի մասին ու Աստծուն դնում ես երկրորդ տեղում ու տենց էլ կորցնում ես քո խաղաղությունը։ Եկեք ոտքի կանգնենք ու ամեն մեկս մեր աղոթքով աղոթենք, որ ովքեր որ չեն ընդունել Հիսուսին իրենց կյանքի Տեր ու Փրկիչ, իրենց մտքերում բարձրացի բարձր աղոթեն, որ Հիսուսը գա իրենց կյանքի Տեր ու Փրկիչ, ընդունեն, հավատան ամբողջ սրտով ու կտրեն այդ բառանը։ Աղոթենք։ Սիրելի մեր Տեր Աստված, Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար, շնորհակալ ենք, որ դու մեզ օրհնել ես, շնորհակալ ենք դու, որ եկար, խաչվեցիր մեր մեղքերի համար, որ ով որ հավատա քեզ, Տեր, հավիտենական կյանք ունենա, Տեր։ Աշխարհը համարում է հիմարություն, բայց մեզ հավատացյալներիս համար սա միակ փրկության աղբյուրն է։ Դու ես մեր կյանքի Աստվածը, դու ես մեր փրկությունը, դու ես մեր վեմը, Տեր Հիսուս։ Աղոթում ենք նաև այս խոսքերը, որ սկսած ինձանից, Տեր, բոլոր եկեղեցու անդամներին, հյուրերին, Տեր, մտնես նրանց սրտերի մեջ, բնակվես այնտեղ եւ քո վերստին ծնունդը բերես, Տեր Աստված, ինչպես որ նախասահմանել ես քո փրկության համար, Տեր Աստված։ Թող ամեն փառքերը քեզ լինեն։ Թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։